ելույթների համար հերթագրում Տիկին Պողոսյան խնդրում։ Քանի որ հնարավորություն չկար հարց տալու, ելույթով ասեմ, կներեք սիրելի գործընկերներ, որ չեմ կիսում ձեր ինտուզիազմը, պարոն փոխնախարար եւ իմ գործընկեր պարոն Սարգսյանը մի հատ հետաքրքիր թիվ ասեցին, ու պարոն Սարգսյանը իր ելույթի մեջ ասում է, որ այս պահի դրությամբ 8000-ից 4000-ը դեռ 27 տարին լրացած չի եւ հուսով եմ, որ հաջորդ այդտենց ձևակերպեցիք, հաջորդիվ նորից հնարավորություն կտրվի, որ նորից գան, ես ամեն դեպքում մենք ունենք քաղաքական որոշում եւ ես կքվեարկեմ, բայց ես մնում եմ իմ կարծիքի, որ դա խրախուսում է, պարոն Սարգսյան։ Այն տղան, որ հիմա 22-23 տարեկան է եւ խուսափում է ու չի գալիս, սպասում անեն, որ դուք նորից փոփոխություն անեք, ինքը այդ գումարը վճարի։ Դա այդքան էլ արդար չի։ Ավելի լավ է մենք ձևակերպումն ուրիշ ձևանենք եւ ուղիղ եւ անկեղծ կարողանանք խոսալ, որ կարող ես գումար վճարել եւ չծառայել, ինչին ես էլի դեմ եմ, բայց կարծում եմ այդ ձևակերպումը, որ դուք արեցիք, արդեն միտք է տալիս, որ 22, 23, 24 տարեկան տղաները կարան էլի մնան, չգիտեմ, ուրիշ երկրում, սպասեն մինչև փոփոխություն են։ Հաջորդ խորհրդարանում ես չեմ լինի, բայց հուսով եմ, որ այդ փոփոխությունը նորից չի արվի, անկախ նրանից հիմա ինչ ձևակերպմամբ մենք հնարավորություն տվեցինք ծառայությունից խուսափած մարդկանց վճարել եւ չծառայել եւ վերադառնալ, հուսով եմ այդ տենդենսը չի շարունակվի, որովհետեւ դա միայն խրախուսելու է, որ մարդն ասի, ոչ մի քիչ կմնա, մի 4 տարի էլ կմնա, մի հատ էլ նույնիսկ փոփոխություն կանեն, ես նույնիսկ կխուսափեմ։ Դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ դա միայն խրախուսում է դասալքության եւ չծառայելուն։ Եվ դա արդար չէ բոլոր այն տղաների հանդեպ, ովքեր պարտաճանաչ գնում են ծառայության եւ հետո իրենց կյանքը կառուցում են։ Ես չեմ կարծում, որ այդ 8000 հոգին, որոնք դրսում են, փայլուն մտքեր են, ամենայն ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այն կարգի ռեսուրսը, որ հեսա հենց եկավ Հայաստանը ծաղկելու է։ Հայաստանը ծաղկեցնում են Հայաստանում ծառայող, ապրող մարդիկ։ Տիկին Պողոսյան, կիսելով ձեր մտահոգությունը, հիշում եք, մենք նախորդ նիստում մի օրենքի նախագիծ կրթության հանձնաժողովի կողմից դրված շրջանառության, որը նաև քննարկվել է մեր աշխատանքային խմբում, դուք մասնակցել եք, այնտեղ այդ ռեսուրսի մեջի էլի ռեսուրս կար, որը հիմա տալիս են հնարավորություն իրենց գիտելիքներով գան եւ 3 տարվա ըստ էության ծառայությամբ իրենք մասնակից լինեն, հիմա այդ թիմն էլ դուրս կգա, մենք ամբողջական պատկեր ունենալու համար լուրջ վիճակագրություն է պետք, այս տարիքային որ խմբում ինչ ունենք, որտեղ 37-ից դուրս է բավականին շատ մարդ կա, որը չի գիտակցում, որ այդ խնդիրը ըստ էության իրավական արդեն իր համար լուծում կա, ինքը կարող վերադառնա, համապատասխան ձևակերպումները ստանա եւ քրեական հետապնդումից ազատվի, բայց հիմա խոսքը վերաբերվում է այն ռեսուրսին, որի վերադարձի հետ կապված մենք տարբերակված մոտեցումներ պետք է ցուցաբերենք, հաշվի առնելով ձեր մտահոգությունը, դա միարժեք կիսում եմ։